Տանկի մեխանիկ վարորդ Շարքային Մարտյան։ Ես եմ։ Ավագ լեյտենանտ Հովհաննես Նալբանդյանը զինվորականի մասնագիտությունը պահեստազորի սպա հորից է ժառանգել։ Իմ հայրը 30 տարի եւ ավել ծառայել է զինված ուժերում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Երբ որ բացում էի պահարանը եւ հայրիկիս այդ շորերը տենում էի կախած այդ մեդալները, որ տենում էի, միշտ իմ հայրիկով հպարտացել եմ ու ուզեցել եմ, որ եկուս մյուս օր իմ երեխաները ինձանով հպարտանա ու ոնց իմ հայրն է իմ համար օրինակ եղել, նույն ձևել ես իմ երեխայի համար օրինակ ծառայեմ։ Զրահապատ մեքենայի շքեղությունն ու մարտավարական հնարավորությունները, խլացնող հռնդյունն ու դաշտում մանևրելու առանձնահատկություններն ինչ խոսք գրավիչ են, բայց միայն զրահամեքենայի խցիկում հայտնվելուց հետո ես հասկանում, որ երկաթե նժույգը կառավարելու համար տքնաջան աշխատանք եւ առանձնահատուկ հմտություններ են պետք։ Չափում եմ տեխնիկայի վաղելիքի քանակը, Միշտ ուզեցել եմ հետաքրքրվեմ տանկի մարտավարատեխնիկական բնութագրով, միշտ ուզեցել եմ հասկանամ ինքը իրանից ինչ է ներկայացնում, ու երբ որ սկսեցի ավելի մանրամասն շփվել տանկի հետ, հասկացա, որ ես երբեք սխալ որոշում չեմ կայացրել։ Տանկի անձնակազմում են հրամանատարը, նշանառու օպերատորն ու մեխանիկ վարորդը։ Նրանք բոլորն են տանկիստ, բայց յուրաքանչյուրն ունի իր հստակ պարտականություններն ու կոչված է հստակ գործողություններ կատարելու։ Տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Նալբանդյանն իր ստորաբաժանման անձնակազմն է ներկայացնում։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել տանկի անձնակազմի հետ տանկի հրամանատար սերժանտ Ներսիսյան։ Ես։ Տանկի մեխանիկ վարորդ Շարքային Մարտյան։ Ես եմ։ Տանկի նշանառու օպերատոր Շարքային Ստեփանյան։ Ես եմ։ Հրամանատարի ղեկավարությամբ անձնակազմը համաբանակային խաղերի է մասնակցել, մրցույթում զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ Սերժանտ Ներսիսյանի հետ մենք մասնակցել ենք համաբանակային խաղերին, մրցումներին եւ գրավել ենք պատվավոր 3-րդ հորիզոնականը։ Մենք մեր առաջ նպատակ ենք դրել, որ հաջորդ անգամ մասնակցելուց ոչ թե 3-րդ, այլ առաջի պատվավոր հորիզոնականով ետ վերադառնանք մեր զորամաս։ Ի պատասխան հարցից, թե ինչ է անհրաժեշտ լավ տանկիստ լինելու համար, Հովհաննես Նալբանդյանն ընդգծում է, առաջին հերթին անհրաժեշտ է լավ սպա լինել, իսկ սա երևի թե մի ողջ կյանքի վաստակ է։ Ինքն իր հոր, իր դասախոսների եւ հրամանատարների օրինակով է համոզվել։ Այսօր իրեն վստահված դասակի հրամանատարի խիստ պատասխանատու եւ զորային ծառայության հիմնաքարը հանդիսացող պաշտոնը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ուսումնառության 4 տարիների ընթացքում ստացած գիտելիքների ու զորավարժադաշտերում քրտնաջան անխոնջ աշխատանքի արդյունքն է համարում։ Ինչ-որ զինվորը 2 տարի իր ծառայության ընթացքում գտնվելով զինված ուժերում, ինչ-որ ինքը ապրում է, ինչ-որ ինքը զգում է ծառայության ընթացքում, մենք այդ ամեն ինչը զգացել ենք 4 տարի ու նույն ձևի զինվորի նման 4 տարի ենք ապրել, այդ ծառայությունը այդ ամեն ինչը զգացել, այդ տնից հեռու լինելը, ծնողին կարոտ լինելը, ընկերուհուն կարոտ լինելը։ Ու այդ ժամանակ մենք ավելի լավ ենք հասկանում զինվորի հոգեբանությունը ու ավելի հեշտ է ղեկավարել այդ պարագայում զինվորին։ Իսկ ինչ է անհրաժեշտ դասակի հրամանատարի պաշտոնում հաջողելու եւ ենթակա ստորաբաժանման անձնակազմի հետ արդյունավետ փոխգործակցություն կառուցելու համար։ Ուշադրություն։ Դերու։ Զինվորական ծառայության մեջ դասակի հրամանատար պաշտոնը կարելի ասել զինվորին ամենամոտիկ պաշտոնն է, որպես սպա։ Դու էլ ավելի լավ ես հասկանում զինվորի հոգեբանությունը, զինվորը ինչ է մտածում։ Առաջին հերթին սպան պետք է լինի լավ հոգեբան, երկրորդ հերթին պետք է այնպեսի սպա լինի, որ պետք է սպային հարգի զինվորը դիմացի կայնած։ Հովհաննեսը վերջերս է ատեստավորվել արդյունքից գոհ չէ, պատրաստվում է բարելավել ստացած գնահատականները, վստահեցնում է, որ զինվորականների ատեստավորումն առաջին հերթին կարողությունները բացահայտելու, կատարելագործելու, ունակություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու լավ հնարավորություն է, ինչին պետք է վերաբերվել որպես հերթական նպատակ, որին անպայման պետք է հասնել նախ կամքի ուժով եւ տոկունությամբ։ Ես իմ հետ, իմ անձի հետ պայքարում եմ, որպեսզի այդ ատեստավորման բալերը ել ավելի բարձրացնեմ ու ոչ թե ֆինանսականի հարցն է, դե արդեն առաջին հերթին գալիս, այլ դա սկզբունքի հարց է, որ ես պետք է ինձ հաղթահարեմ, իմ ողջ ուժերս դնեմ եւ ել ավելի բարձր բալերով ատեստավորեմ։ Տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Հովհաննես Նալբանդյանի սկզբունքն է այսպիսին՝ կենսակերպը, որով իբրև հրամանատար փորձում է օրինակ ծառայել առաջին հերթին իր ստորաբաժանման զինծառայողներին։ Նաիրա Համբարձումյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։